Հին ժամանակներում մարդիկ ստիպված էին ջուրը տաքացնել տարբեր մեթոդներով, օգտագործելով բաց կրակ, տաքացնելով քարեր կամ արևի ջերմությունը, մինչև որ 1868 թվականին անգլիացի ինժեներ Բենջամին Մաունը հորինեց գեյզեր կոչվող առաջին ոչ էլեկտրական ջրատաքացուցիչը։ Այս պատմական զարգացումը շարունակվեց 1889 թվականին, երբ նորվեգացի ինժեներ Էդվին Ռուդը ներկայացրեց աշխարհի առաջին ավտոմատ պահեստային ջրատաքացուցիչը։ Բայց այսօր ոչինչ հորինելու անհրաժեշտություն չկա։ Գրոհեն արդեն կատարելագործել է ջրի հարմարավետ և ակնթարթային տաքացման մեթոդները։ Գրոհերը ջրային համակարգը թույլ է տալիս ստանալ եռացրած ջուր ընդամենը մեկ հպումով, խնայելով ձեր ժամանակն ու ջանքերը։ Այցելեք մեր մասնագիտացված սրահ Դավիթ Անհախտինը և ինքներդ համոզվեք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն իրականում աշխատում են ձեր հարմարավետության համար։